18 թվականին մենք ունենք մի Նիկոլ Փաշինյան, որը պոպուլիստ է, որը նաև տարբեր ազդեցությունների տակ է եւ որը մի պահ ավելի ռուսամետ էր, քան հնարավոր բոլոր ձեր ասած ռուսամետները, լուսանկարը միկրոավտոբուս, չէ, սիրազորախում բան եւ այլն ուղարկել, բայց ինքը նաև այսպես պինգ-պոնգային քաղաքականություն էր վարում։ 18 թվականին կար իրեն Տիգրան Մեծ պատկերացնող, այսպես ծովից ծով Հայաստան պահանջող Նիկոլ Փաշինյան, որը բայց մյուս կողմից էլ որը, ասենք, բանակցությունների չկարողանում վարի Ղարաբաղի հետ կապված եւ կատարյալ անգրագիտության մարմնավորումներ, 20 թվական արդեն պատերազմ կար իրեն լրիվ կորցրած Նիկոլ Փաշինյան եւ հետո X պայից սկսած դեպի պարտության տանող արդեն Նիկոլ Փաշինյան, որ ասում էր ես չկանգնեցրեցի պատերազմը, որ ինչ չասեն դավաճան, այդ անկեղծ ապուշի խոստովանություն, այսինքն իմ համար PR-ն է կարևոր, ոչ թե մարդկային կյանքերը։ 20 թվականից արդեն մենք տեսնում ենք տրանսֆորմացիան, 21 թվականին տեսնում ենք խաբեբա Նիկոլ Փաշինյան, որը խաբում է, որ ինքը կբերի խաղաղություն, Արցախի ինքնորոշման իրավունք եւ այլն, եւ 21 թվականից հետո մենք արդեն ունենք լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան, որը արդեն գիտակցված տարավ Արցախը կործանման, գիտակցված փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գիտակցված հիմա Հայաստանը տանում է թուրքական ազդեցության տակ, այս արդեն պետական դավաճանություն է։ Այսինքն ապուշից դեպի դավաճան ինքը sense մի հատ էվոլյուցիա է ապրել։ Հիմա ես մոմ չեմ բռնել, որ ասեմ 18-ին էլ արդեն է դրա համար բերված։ Դա սխալ է, որովհետև դա պաստորեն ստացվում է, որ ժողովուրդը սխալ է արել, որ փոփոխություն է պահանջել։ Չէ, այդ փոփոխությունը ճիշտ էր, այսինքն այսպես ասեմ, 18-ի հեղափոխությունը ճիշտ էր, Նիկոլը սխալ։